Անցյալը հետ բերելու ամենահեշտ ճանապարհը ներկայից փախչելը կամ գոնե այն վերարտադրելը։ Հնաոճ կահույք, նոստալգիկ բույրեր, մոռացված հուշեր, աշխարհ, որը հուսահատորեն ձգտում է վերադառնալ անցյալ։ Այդպես բացվում է անցյալի կլինիկան, որտեղ Ալցհայմերով մարդկանց բուժում են յուրօրինակ մեթոդով։ Շենքի ամեն մի հարկը անցյալի տասնամյակներից մեկն է։ Դարաշրջանի վերարտադրումն ու ժամանակը հետ բերելու փորձերը դառնում են վարակիչ։ Կլինիկա դիմում են նույնիսկ առողջ մարդիկ առօրյայից ու իրականությունից թաքնվելու հույսով։ Սուր, հուզիչ ու տրագիկոմիկ պատում ժամանակավոր ապաստանի մասին, որը մենք փնտրում ենք անցյալում, երբ ներկան չի ենթարկվում մեզ։ Նյումեգը ներկայացնում է եվրոպական ժամանակակից գրականության ամենաարտասովոր գրողի, տարվա լավագույն վեպ հռչակված տրտմության ֆիզիկայի հեղինակի նոր վեպը։ Ես սկսեցի գրել այս վեպը 2016-ին, երբ տեսա, որ ապագան սկսում է անհետանալ։ Ինձ թվում էր, որ ժամանակի մեխանիզմում ինչ-որ բան խափանվել է։ Երբ ապագան անորոշ է, շարժվելու միակ ուղղությունը դառնում է անցյալը։ Անցյալը կարող է թակարդ լինել, որովհետև ոչ ոք չի կարող ապրել անցյալում։ Խորաթափանց փիլիսոփայական մեծ կտավի պատմություն, որն արժանացել է Բուկեր գրական մրցանակի։ Գեորգի Գոսպոդինով, ժամանակի ապաստարան, գրքի գլխավոր գործընկեր Եվրոստան 8։